Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն է նորից եթերում, Փակ TV-ն, որը իր ծրագրերում աշխատում է բազմազան այսպես թեմաներ ընդգրկել։ Գիտեք, նոր շաբաթը մենք ոնց էր թե սկսել ենք գեղեցիկ սերի ներկայացուցիչներին ձեզ ներկայացնելով։ Երեք մենք մեր տաղավարում հյուրընկալել էինք մեր շատ սիրելի Ռուզաննա Ասատրյանին, իսկ այսօր եւս մի հրաշալի ազնվորություն է հյուրընկալվել Փակ TV-ի տաղավարում Գանե Գաբրելյան, ում վերջերս Վատիկանի Սան Պեդրո եկեղեցու ճեմարանում շնորհվեց քաղաքական գիտությունների դոկտորի կոչում, Գանե նախ շնորհավորում եմ։ Ավելացնեմ նաև, որ Գանեն Փակ TV-ի տնտեսական վերլուծաբանն է, տնտեսական գիտությունների թեկնածու։ Գանե նախ վերադառնանք այն հաճելի իրադարձությանը, որը տեղի ունեցավ Վատիկանում բոլորովին վերջերս, ուր ձեզ, ինչպես ասեցի, շնորհվեց քաղաքական գիտությունների դոկտորի այդ բարձր պատվավոր կոչումը։ Մենք, գիտես, պիտի ասեմ, որ միշտ ուրախանում ենք մեր հայրենակիցների նման հաջողություններով, դուք ինչ տպավորություններով եք վերադարձել։ Ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ, պարոն Ղուշյան, քանի որ կարծում եմ դուք մնացել եք այն լրագրողներից, ով կարողանում է պահել կիզակետում բոլոր թեմաները։ Կարծում եմ սա մեծ շնորհ է, որ դուք ունեք, թե ինչպես եք կարողանում տարբեր ոլորտների մարդկանց իրադարձությունները եւ երևույթները այդպես զգոն պահել եւ հանրությանը ներկայացնել։ Կարծում եմ ձեզ բոլորով դրա համար շնորհակալ ենք, ես առանձնահատուկ շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, բայց որպեսզի մեր զրույցը այսպես մերկապարանոց չընչի, ես առաջարկում եմ, քանի որ մենք ունենք այդ տեսանյութը Իտալիայից եւ դիտենք եւ դու էլ փորձես մեկնաբանել յուրովի, թե ինչ իրադարձություն էր, որտեղ ինչպես տեղի ունեցավ։ Չես առարկում։ Սիրով։ Դե ուրեմն ես խնդրեմ տեսանյութը եւ լսենք Գանե Գաբրելյանի մեկնաբանությունը այդ տեսանյութի հետ առնչվող։ Խնդրեմ։ Կարծում եմ, որ պետք է ասել, որ սա ճանապարհ է 15 տարվա անցած եւ շուրջ 3 տարի ես Միլանի եւ Շվեյցարիայի համալսարանների հետ համագործակցում եմ, կարդում եմ այնտեղ դասախոսություններ եւ դեկտեմբեր ամսին, անցյալ տարվա դեկտեմբեր ամսին ես ստացա մի այսպիսի նամակ, որ համալսարանը ինձ հրավիրում է սոցիալական կոմպոնենտով դասախոսությունների, որպեսզի անվճար դասախոսություններ կարդամ տարբեր խմբերի եւ ես համաձայնեցի։ Ինչն է շատ հետաքրքիր, որ ինձ նշանակվեց այսպես կոչված կուրատոր, ով շուրջ 3 տարի դրանից առաջ արդեն իսկ հետևել էր իմ քաղաքական գործունեությանը եւ այս տարի ամռանը ես ստացա շատ անսպասելի հրավեր, որ նոյեմբեր ամսին անցկացվելու է այսպիսի գիտխորհուրդ Վատիկան քաղաքում, Իտալիայում, եւ որ գիտխորհուրդը ղեկավարում են բարձրաստիճան ակադեմիկոսներ, դոկտորներ եւ Շվեյցարիայի համալսարանից եւ Միլանի համալսարանից եւ որի ամբողջ կուրացիան իրականացվում է Վատիկանի կողմից։ Այո, հենց ինքը Հռոմի Պապը եւ կարդինալները այս համալսարանի, այսպես ասած, գիտխորհրդի եւ հոգեբարձուների խորհրդի անդամներ են եւ նախագահում են։ Եվ ահա ես ընդունեցի այդ հրավերը, ինձ համար շատ անսպասելի, բայց շատ կարևոր եւ իմ գիտական թեզի շրջանակներում, որը որ կատարվել էր 3 տարիների ընթացքում, հրավիրվեցի Վատիկան։ Մի բան է պետք է ասեմ, որ ինձ համար սա շատ կարևոր է, որտեվ հենց շնորհումը, որը մենք հիմա տեսնում ենք կադրեր, ինչպես է մեկնարկել, ստացել ենք օրհնություն Վատիկանում, Սան Պեդրոյի տաճարում, օրհնությունից հետո հրավիրվել է արդեն կողքի ճեմարան, որտեղ անցկացվել է հենց գիտական թեզերի պաշտպանությունը, որը որ անում էին ուսանողները եւ մենք գիտական դոկտորի կոչում ստացողներս, ովքեր որ հրավիրված են այդ արարողությանը, այո, այս ամբողջ գործողությունը սկսել էր վաղ առավոտից եւ Վատիկանում ստացել ենք օրհնություն, իհարկե ես հաղորդությունը չեմ ստացել, որտեղ ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ եւ մենք առաքելական եկեղեցու հետևորդներս հաղորդություն չենք ստանում այլ եկեղեցիներում, բայց կարող ենք մասնակցել պատարակների, ինչով էր սա կարևոր, որ սա հատկապես նոյեմբերի 15-ին էր իմ հայրիկի ծննդյան օրը։ Եվ ես իրեն էլ մատուցեցի, ինքն էլ է գիտությունների թեկնածու, ինժեներ, եւ ես մատուցեցի նաեւ իրեն
անակնկալ եւ հրավիրեցի այս ամբողջ արարողությանը նաեւ հայրիկիս եւ մենք երկուսով մասնակցել ենք նաեւ շնորհմանը։ Դուք տեսնում եք կադրեր, որտեղ շատ ուժեղ կարդինալ է ներկայացված Ռոբերտ Սարան, ով 34 տարեկանում արդեն arczepiskopos է եղել եւ ինքը ամենաուժեղ կարդինալներից մեկն է, ով նաեւ այս տարի մասնակցել է Հռոմի Պապի ընտրություններին, չի ընտրվել, սակայն իր ուժը դրանով ավելի չի նվաստացրել եւ հենց այդ կարդինալի օրհնությամբ է նաեւ եղել այս ամբողջ տրման արարողությունը։ Դուք տեսնում եք գիտխորհրդի անդամներին, այստեղ ներկայացված են շուրջ 18 պետություններ, օրինակ հիմա դուք տեսնում եք կադրեր աֆրիկյան սփյուռքի վարչապետի, կային ներկայացուցիչներ Անգլիայից, բարոններ, լորդեր, տարբեր ներկայացուցիչներ տարբեր ոլորտներից, ընդ որում այս համալսարանը կոչվում է ISFOA համալսարան, ինքը ներառում է բոլոր կուլտուրաները եւ առաջինը նաեւ վերցրել է էսթետիկ գեղեցկության կուլտուրան, այո։ Իմ կոնկրետ ուղղությունը քաղաքագիտությունն էր եւ իմ կոչումը շնորհվել է քաղաքագիտության ուրեմն ոլորտում, բայց ինչն է շատ պատվավոր ինձ համար, որ 4 հոգի են առանձնակի ներկայացվել, դրանցից մեկը ես եմ Աֆրիկայի թագուհիներից, ում եւս շնորհվել է գիտական կոչում իր կատարած աշխատանքի համար, սա արդեն ասացի աֆրիկյան սփյուռքի ներկայացուցիչների վարչապետն է, ով այստեղ տեսնում եք իմ շնորհման արարողությունը շնորհում է գիտական խորհրդի նախագահը եւ սա կարծում եմ պատվավոր process է եւ պատվավոր պահ է Հայաստանի համար, որտեղ ինձ նաեւ տրվեց խոսքի իրավունք։ Առաջինն է, որ այդ կոչմանն է։ Այո, առաջինն է, որ այդ կոչմանն եմ արժանացել Հայաստանից որպես ներկայացուցիչ միակն էի եւ պատմության մեջ Վատիկանում միակն էի, ում այս կոչումը շնորհվել է նաեւ, որտեղ ես շատ երկար հարցրեցի, կարդինալ անձամբ է, այո, շատ քիչ մարդկանց հետ կարդինալը հաղորդակցվեց, բայց ես այդ քչերից էի, ում կարդինալը առանձին զրույցի հրավիրեց եւ ես էլ իմ հերթին տարել էի Գրիգոր Նարեկացու Նարեկը եւ նաեւ նվեր տվեցի իրենց, իհարկե իրանք գիտեն, որ 2015 թվականին Նարեկը նաեւ սրբադասվել է Հռոմի Պապի կողմից, հետեւաբար Նարեկը աշխարհի համար մեծ արժեք է եւ ես Նարեկացու գիրքը նաեւ նվիրեցի, այսօր Վատիկանում կա ձեռագործ նաեւ Նարեկացու Գայնե, գիտես, ես նայում էի կադրերը եւ առանձին հպարտությամբ հետևում էի, ես պարզապես քանի որ քեզ երկար տարիներ ճանաչում եմ, դու պարզապես կեց ես, դու շատ հետաքրքիր ճանապարհ անցար, սկսելով փաստորեն սովորական մեր համալսարաններից մեկից եւ հասնելով այդ բարձր կոչմանը։ Ես ուրախ եմ, բայց ամենակարևորը մի մոռացիր, որ դու Փակ TV-ի տնտեսական վերլուծաբանն ես եւ մենք քեզ բարբերաբար ամեն ամիս 1-2 անգամ սպասում ենք մեր տաղավարում։ Շնորհակալ եմ։ Ես գիտեմ, որ շատ զբաղված ես, գործերը շատ են, բայց ես ուրախ եմ, որ դու հաճույքով ես ընդունել մեր առաջարկը։ Ճիշտ է, միշտ հաճույքով, միշտ հաճույքով։ Ես հաճույքով նաև դիտում եմ Փակ TV։ Բացի նրանից, որ ես ձեր հաղորդումներին սիրում եմ մասնակցել, ես նաև սիրում եմ տեսնել նոր դեմքերս, վերջերս դուք Սոնային էի երգչուհի հրավիրել, հաճույքով դիտեցի այդ հաղորդումը, շատ կոլորիտային հաղորդում էր։ Ես սիրում եմ ձեր կատարած աշխատանքը եւ կարծում եմ դուք արժեք եք թողել Հայաստանի համար, ձեր ոլորտում։ Իհարկե մեր ցանկալի հյուրը Ռոզի Արմենն էր, այնպես որ Ռոզի Արմեն, ճիշտ է, Ռոզի Արմենն էր, այո։ Դա իհարկե խոսում է այն մասին, որ Փակ TV-ն լայնացրել է շրջանակները։ Մշակույթն էլ է ձեր ուշադրության։ Այո, մեր հատկապես մշակույթի հովանավորը Լևոն Բաղդասարյանը միշտ ինձ ասում է, Համլետ, մեր գերագույն նպատակը պիտի լինի մշակութային ոլորտը արժանավոր ներկայացնելը։ Ես վստահ եմ, որ 21-րդ դարում շատ հետաքրքիր փոփոխություններ եղան պատերազմների տեսանկյունից եւ մենք թեւակողեցինք բազմաբևեռ պատերազմներ եւ պատերազմներից մեկը մշակութային պատերազմն է, որը որ պետությունները շատ լուր միասին մեկը մյուսի հետ վարում են եւ այդ պատերազմում շատ կարեւոր է, որ մենք կարողանանք հաջողել նաեւ ձեր օգնությամբ։
Դե շատ կարևոր է դա իհարկե։ Լավ, ամփոփելով իտալական ձեր վերջին այցը, ինչ կուզենայիք ասել, այնուամենայնիվ ինչ տպավորություններով վերադարձաք Իտալիայից։ Տպավորությունս այն է, որ դեռ մրցավազքում աշխարհում Հայաստանը արժեք է, բայց մենք կարող ենք այն կորցնել, եթե պետությունը չաջակցի անհատներին, որտեվ միակ ներկայացուցիչն է Անդրկովկասից ես, այսինքն ես չէ, Հայաստանը, եւ ես խոսում եմ Հայաստանի անունից եւ ներկայացնում եմ իմ տարիների փորձը Հայաստանի կառավարությունը ներկայացնելով, որովհետեւ ես կառավարությանը ուրեմն մասնիկ եմ եւ դա չի լինում նախքին կամ ներկա կամ ապագա, եթե մի անգամ դու այնտեղ ես եղել, դու այլևս մնում ես այդ ինստիտուտի ներկայացուցիչ, ես կարծում եմ, որ մենք պետք է շատ ջանքեր գործադրենք, որ ավելի շատ հայ ուսանողներ, ավելի շատ հայ քաղաքական գործիչներ ինտեգրվեն տարբեր ոլորտներում, սակայն մնան հայ, չծառայեն այլ երկրներին, այլ ծառայեն իրենց երկրին, եւ ես վստահ եմ, որ մենք կարող ենք հաղթել տարբեր բազմաբեռև պատերազմներում, եթե մենք կրթության համար լրացուցիչ ուրեմն միջոցներ ձեռնարկենք, եթե մենք լրացուցիչ աջակցություն տանք այն մարդկանց, ովքեր արդեն արժեք են ստեղծել, շատ լավ է սկսնակներին աջակցել, դա պարտադիր է, սերնդափոխություն է, բայց եթե կան մարդիկ, որոնք այսօր գտնվում են իրենց պիկ, հա, իրենց այսպես ասած տարիքի արարման, ստեղծման, արարման գագաթնակետին պետությունը պետք է աջակցի այս մարդկանց կտրուկ աճ ուրեմն աշխարհում ձևակերպելու համար։ Սա վստահ եմ, այլ կերպ հաղթել անհնար է։ Գանի, գիտես, որպես Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախկին փոխնախարարի եմ այս հարցը ձեզ ուզում տալ։ Վերջին շրջանում շատ է խոսվում օդի կեղտոտվածության։ Երևան քաղաքում պարզապես սա մի չարիք է դարել եւ մեր քաղաքապետն չգիտես ինչու սա բացատրում է մեր այս ամենը, որ մենք գտնվում ենք այնպիսի մի տարածաշրջանում, որ անխուսափելի է նման վիճակը։ Դուք կիսում եք նման կարծիքը։ Ես կսկսեմ մի քայլ հետ կանեմ։ Տեսեք 12 մանդատներից կառավարությունում, 12 նախարարություններից, պորտֆելներից ամենաաննկատը բնապահպանության նախարարությունն է եղել պատմականորեն։ Եկեք դա չկապենք ոչ նախարարների հետ, ոչ այլ որպես այդպիսին նախկինում շրջակա միջավայրի նախարարություն, բնական ռեսուրսների եւ այլն, եւ միշտ կարծես անտեսված է եղել անգամ բյուջեով։ Ամենափոքր բյուջեն միշտ եղել է այս նախարարությանը տրամադրվող բյուջեն։ Տարբեր պատճառաբանություններով չենք ուզում դրան անդրադառնալ, բայց դա վերաբերմունք է պետությանը իր բնական ռեսուրսներին 1, իր առողջությանը 2, որտեղ առողջապահության նախարարությունը միակ նախարարությունը չէ, ով առողջության մանդատ է կրում։ Բնապահպանության նախարարությունը հավասարապես կիսում է հանրային առողջության բեռը Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն տեսեք առողջապահության նախարարության 101 միլիարդ եւ 38% աճը ֆինանսական ներդրումների եւ շրջակա միջավայրի նախարարության 8 միլիարդը, որը մյուս տարի կլինի 15 միլիարդ, պայմանավորված Հայաստանի հյուրընկալող կողմ հանդիսանալով կողմերի համաժողովը կենսաբազմազանության։ Այսինքն լրացուցիչ միջոցները ոչ թե ծախսվելու են բնապահպանական ծրագրերի, այլ որպես Հայաստանը հյուրընկալող կողմ ներկայացնելու համար ՄԱԿ-ի Միավորված ազգերի կազմակերպության կողմերի 17-րդ համաժողովի համար կենսաբազմազանության ոլորտում biodiversity։ Հիմա սա վերաբերմունք է պետության կողմից բոլոր ժամանակներում բնապահպանական հարցերին, որոնք մենք միշտ ստորադասել ենք, կարծելով, որ այսպես կոչված brown economy-ն, շագանակագույն էկոնոմիկան, ավելի առաջադեմ էր, բայց մենք քայլ արեց աշխարհը դեպի կանաչ էկոնոմիկա եւ հասկացավ, որ բնական ռեսուրսների կայուն օգտագործումը կարող է տնտեսությունը մղել առաջ երկարաժամկետ հատվածում։ Ինչ վերաբերում է այսօրվա մեր օդի աղտոտվածությանը։ Հայաստանի Հանրապետությունը ունի մթնոլորտային օդի պաշտպանության մասին օրենք, որը 90-ականներին ընդունվել է եւ այդպես ընդունված մնացել է փաստաթղթային տեսքով սեղաններին։ 2021 թվականին եմ ես ստանձնել իմ մանդատը եւ իմ ամենակարևոր գործերից մեկը ջրային եւ օդային հարցերն են։ Ջրային ոլորտի կարգավորումները, որի մասնագետն եմ ես, եւ ջրային դիվանագիտության եւ օդի աղտոտվածության կլիմայական հարցերը։
ոլորտները։ Դրանք եռամիասնություն են կազմում բնապահպանության մեջ՝ օդ, կլիմա, ջուր։ Դրանք իրարից անքակտելի ոլորտներ են։ Եվ մենք կարողացանք 2021-22 թվականին նոր մոտեցումներով օրենք ընդունել, ինչը շատ բարդ գործընթաց էր, հատկապես շինարարական այսպես կոչված աշխուժության ֆոնին, որտեղ շինարարության համար օդի աղտոտվածության եւ օդի պաշտպանության մասին օրենքը հակակշիռ է, որտեղ շինարարությունը ուզում է լինել ավելի ակտիվ, ավելի անփույթ, ավելի արագ, ավելի մատչելի, իսկ դրա արդյունքում ավելի շատ աղտոտված օդ, ավելի շատ վնասներ, ավելի շատ առողջապահական ծախսեր, ավելի շատ լրացուցիչ ծախսեր են անհրաժեշտ, որ շրջապատող մարդիկ լինեն պաշտպանված։ Ընդ որում մթնոլորտային օդ արտանետված այդ բոլոր շինարարական աղբը ինքը չի վնասում միայն 2-3 օր, այն մնում է մթնոլորտում ընդհուպ մինչև 3 շաբաթ 1 ամիս, որովհետև այդ ամենափոքր մասնիկները, այսպես կոչված շատ հայտնի PM2.5 եւ PM անգամ դրանից փոքր 1 եւ PM10 մասնիկները իրենք մթնոլորտում մնում են երկար տևական ժամանակ։ Ինչ վերաբերում է քաղաքապետարանին եւ մասնավորապես Երևան քաղաքին։ Այո, Հայաստանը գտնվում է շատ ռազմավարական դիրքում, մենք դրա մասին չենք խոսում, թե ինչպես կարելի է Հայաստանի ռազմավարական դիրքը օգտագործել նպաստ պետության եւ տնտեսության զարգացմանը, բայց մենք խոսում ենք Հայաստանի ոչ շահեկան դիրքի մասին եւ մեր սերունդներին անընդհատ ուզում ենք ասել, որ մենք վատ դիրքում ենք գտնվում, մեր մոտ ամեն ինչ վատ է, որտեղ մենք վատ աշխարհագրական դիրքում ենք գտնվում, մեր տնտեսությունը վատ է, որպես մենք լոգիստիկ վատ գոտում ենք, մենք անընդհատ մեր սերունդներին կերտում ենք թույլ, իսկ չկա այլևս աշխարհում ոչ մի պետություն, ով աշխարհագրական վատ դիրքում է գտնվում, սակայն հաշվի առնելով այդ ռիսկերը գտնում է դրանց ռազմավարությունները, չէ՞ որ դա կոչվում է մենեջմենտ, կառավարում։ Մենք հենց այնպես չենք 12 տարի բարձրագույն կրթություն ստացել եւ ստացել կառավարման դիպլոմ, որակավորում։ Եվ դա շատ սովորական, ուժեղ եւ թույլ կողմերի վերլուծություն է, SWOT անալիզ, որ ուսանողները առաջի կուրսից անցնում են, որպեսզի հասկանալ որտեղ են քո թույլ կողմերը։ Այո, Հայաստանի հատկապես Երևանի աշխարհագրական դիրքը թույլ է բնապահպանական տեսանկյունից եւ փոշու եւ ոչ միայն փոշու, այլ նաեւ մառախլապատ ցրտի կուտակումների համար։ Չէ՞ որ երբ որ ցուրտը մտնում է, ավելի դժվար է դուրս գալ, որտեղ ավելի խորքային դիրքում են գտնվում։ Սակայն արդյոք դա չգիտեին սովետի ժամանակ, արդյոք դա չգիտեին ցարական ժամանակներում, արդյոք դա չգիտեին Տիգրան Մեծի ժամանակ եւ ինչ որ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի օդը մարդիկ արժանի օդ շնչեն։ Դա շատ կարևոր է հասկանալ, որ մենք արժանի ենք մաքուր օդի։ Դուք արժանի եք եւ ես արժանի եմ եւ մեր երեխաները։ Հետևաբար դրա համար միշտ կիրառվել են հակագործողություններ, լրացուցիչ ֆինանսական ներդրումներ, ծառատնկման, փողոցների մաքրման, դուք շատ լավ կհիշեք, ամեն առավոտ ժամը 7-ին ջրցան մեքենաները մաքրում էին քաղաքը, լվանում էին, ես կասեի, քաղաքը։ Ինչու Հայաստանում կան շատ շատրվաններ, հատկապես Երևանում։ Այդ պատճառով, որ մենք 4 կլիմայական գոտում ենք գտնվում, Երևան քաղաքը, եւ փոշին շատ է կուտակում։ Դրա համար մեր շատրվանները շատ են եղել եւ ռազմավարական հանգույցներում, որպեսզի անդադ մթնոլորտում կուտակված փոշին եւ կեղտը եւ աղտոտվածությունը ածխաթթու գազերը նվազեցնեն։ Եվ երրորդը, գիտեք ինչ կա, ասել թե բնակչությանը տեղեկացնել ինչու է աղտոտված օդը շատ կարևոր է։ Այո, պատճառներից մեկը մեր աշխարհագրական դիրքն է։ Այո, պատճառներից հաջորդը տերևների այրումն է սեզոնների ընթացքում։ Այո, պատճառներից մեկը շինարարությունն է։ Ինձ կարևոր է, որ իմ քաղաքապետը ինձ պատմի, իսկ ինչ է անելու այդ արդյունքը վերացնելու համար։ Մեր քաղաքապետը խոսում է պատճառների մասին։ Պատճառների։ Իսկ ես իրենից ուզում եմ որպես մենեջեր, քաղաքային իշխանության կառավարող, քաղաքային իշխանության ոնց կուզեք անվանեք, ղեկավար, ինձ ասի, ինչ է պատրաստվում անել այդ իրավիճակը լուծելու համար։ Հրավիրում է Գայանե Գաբրելյանին մասնագիտական աջակցություն խնդրելու համար։ Ոչ, ինքը դրա մասնագետն է, չգիտեմ։
հրավիրում է շատ տարբեր մարդիկ կան, էկոակտիվիստներ կան, այս մարդկանց հրավիրում է լսելու արդեն բազմամյա փորձ ունեցող մարդկանց, ովքեր հաղթահարել են սա տարբեր երկրներում, կամ հաշվի է առնում այն բոլոր ցուցումները, որոնք կան Եվրոմիության, տարբեր աշխարհի առանձին ամերիկյան, կանադական պրոտոկոլներում, ինչ պետք է անել նման սիտուացիաներում։ Եվ ամենակարևորը, սիրելի քաղաքապետ, արդյոք դուք ամռանից սկսված, ամռան ամիսներից սկսած իրազեկել եք տերևների եւ ոչ միայն դաշտերի այրման վտանգի մասին։ Ոչ, շրջակա միջավայրը դա միշտ անում է։ Պետք է դա ընդունել, որ շրջակա միջավայրի նախարարությունը տարեց տարի անընդհատ իրազեկում է մի այրեք դաշտերը, չորացած խոտը, մի այրեք տերևները, դա լուրջ կոնցերոգեն է, դրանց արտանետումները վնաս են, դրանք վնասում են եւ խրախուսում են համաճարակների հիվանդությունների զարգացմանը, չէ՞ որ մենք հիմա նաեւ գտնվում ենք լուրջ համաճարակի մեջ, երեխաները այսօր 60% երեխաները չեն հաճախում դպրոց, անցյալ օրը արդեն ցուցանիշ կար 55,000 երեխաներից 20,000 երեխաները բացակայում են դասերից, սա սարսափելի ցուցանիշ է, մանկապարտեզներում նույն վիճակը։ Եվ ամփոփելով ձեր հարցի պատասխանը, ասեմ, որ սիրելի քաղաքապետ, դրանք միայն այս երկու պատճառը չեն, մեր աշխարհակարգական դիրքը եւ տերևները օդի աղտոտվածության պատճառներից, ոչ։ Ուրեմն սիրելի քաղաքապետ, ամենատարական, բայց ամենավտանգավորներից մեկը օրինակ շինարարությունից դուրս եկող կեղտոտ ակերով մեքենաներն են, որոնք պարբերաբար մթնոլորտ են արտանետում նույն փոշին։ Հարուցիչը մեկն է, շինարարությունը, ասֆալտապատումը, սակայն շինարարական հրապարակից դուրս եկող աղտոտված մեքենաները դառնում են պարբերաբար հարուցիչ եւ այդ հարուցիչը անընդհատ շարժվում է։ 1. Հետևաբար շինարարական նորմերին չհետևելը սարսափելի վնասակար ազդեցություն ունի Երևան քաղաքի, ոչ միայն Հայաստանի համար։ Երկրորդը, այո, ճիշտ էր ասում քաղաքապետը, որ միայն Երևանը չի մեղավոր մեր Երևանի աղտոտման։ Երևանի շուրջ մենք այսօր ունենք 18 բաց գործող հանք։ Սարսափելի թիվ, պատմական սարսափելի թիվ, 22 էլ ենք ունեցել տարիներ առաջ, 4 հանքերը փակվեցին։ Սարսափելի թիվ է, բոլոր հանքերից անպատշաճ շահագործման արդյունքում փոշին գալիս է Հայաստան եւ ոչ միայն փոշին։ Հաջորդը, արտանետվող մեքենաների եւ դրա մասին խոսում է եւ Ալեն Սիմոնյանը այս վերջերս եւ 7 տարի ազգային ժողովում անդադ խոսում է կատալիզատորների մասին։ Այս արտանետվող մեքենաներից ուրեմն CO2 գազերը եւ ոչ միայն։ Տեսեք, սրանք բոլորը խումբ հարցեր են, որոնք արդեն բոլորիս հայտնի են։ Պետք չի լրացուցիչ փողեր ծախսել ուսումնասիրություններ անելու համար, թե որքան արտանետումներ են արվում են, աղտոտված է, միջոցները պետք է ձեռնարկել մի քանի ուղղություններով։ Իրազեկման արշավներ, մարդկանց կրթելու, թե ինչպես պետք է անել պատշաճ շինարարություն եւ շինարարական աշխատանքներ։ Իրազեկման արշավներ վարորդների համար, այս վերջերս տեսա աղմուկի այդ պայքարի դեմ մի խումբ տղաներ, ինչ որ հայտարարություն էին անում, որ եկեք gentleman's agreement անենք ու 9-ից հետո աղմուկ չանենք։ Ինչու ոչ, սա էլ է հասարակական պայմանագիր, քաղաքացիական պայմանագիր հասարակության մեջ, որ խումբ մարդիկ, ովքեր շահագրգիռ են այսինչ խնդրի լուծման, իրար հետ կնքում են gentleman's agreement, որ եկեք կատալիզատորներ չհանենք։ Այո։ Գարե, եւ լավ ճանաչելով քեզ երկար տարիներ, գիտեմ, որ դու մարդը չես, որ հանգիստ նստես, վաղվա մասին չմտածես։ Ինչ հետաքրքիր նախագծեր, ծրագրեր ունես կապված վաղվա օրվա հետ։ Ես արդեն իսկ նախագծային աշխատանքներում ուրեմն մեկնարկել եմ իմ իրազեկման արշավը օդի աղտոտվածության եւ տնտեսական ֆիսկալ ռիսկերի կապի մասին, այսինքն ինչպես է օդի աղտոտվածությունը բացաբար ազդում պետության ֆիսկալ քաղաքականության եւ ֆիսկալ ռիսկերի վրա։ Երկու բառով փորձեմ ասել, թե դա ինչ է։
2022 թվականին ես սկսեցի նման օրինակ աշխատանք անել կլիմայական ներդրումների հետ կապված, այսինքն ինչպես է կլիմայական բաց թողնված ներդրումները, չկատարված ներդրումները կլիմայական ուղղությամբ ազդելու ապագայում ֆիսկալ քաղաքականության եւ ֆիսկալ ռիսկերի վրա։ Ընդ որում, սա ես ներկայացրել եմ վարչապետին եւ նա շատ հավանել էր իմ այս բացատրությունը, ինչու բնապահպանական ծախսերը կարևոր են, որտեվ մեծ ձյաձյաների հետ խոսում են թվերի լեզվով, որևէ մի լուրջ մեծ խոշոր ինստիտուտ լինի դա վարչապետի աշխատակարծ վարչապետ, նախագահական աշխատակարծ նախագահ, կառավարություն եւ այլն, պատրաստ չէ միայն ինձ լսել նրա համար, որ ես ասում եմ այս ծաղիկը կամ այս կենդանին կամ մարդը մեղք են, դա քաղաքական իրավական կատեգորիա չէ, տնտեսական կատեգորիա չէ, տնտեսական կատեգորիաներ են թվերը, ես բացատրում եմ, ասում եմ, եթե դու այսօր ներդրում չանես կլիմայական հարցի լուծման համար, վաղը քո բյուջեն 54%-ով այլևս ունակ չի լինի ներդրումներ անել այդ վերականգնման համար, դրանք կոչվում են կորցված ներդրումներ եւ դրանք ազդում են պետության ֆիսկալ քաղաքականության վրա, որովհետեւ մենք անընդհատ վերցնում ենք լրացուցիչ միջոցներ, այս տարի եւս մեր բյուջեն դեֆիցիտային է 1.2 միլիարդի կարգի եւ մոտավորապես 9 միլիարդ գնահատվել են մեր եկամուտները եւ մոտավորապես 8 քանի միլիարդ եւ մոտավորապես 9-ից ավելի միլիարդ մեր ծախսերը, դոլարի մասին ենք խոսում, համարժեք դրամ։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ մենք պետք է կրկին լրացուցիչ միջոցներ վերցնենք վարկային, ընդ որում բյուջեի նախագծի մեջ օրենքի նշված է, որ մենք պատրաստվում ենք դա անել եւ ներքին պարտքի կրկին ավելացման միջոցով եւ արտաքին, մոտավորապես 500 միլիոնը պատրաստվում ենք ներքին վարկով գեներացվել, կեսնել արտաքին, գրված է նաեւ լրացուցիչ միջոցներ, դրանք դրամաշնորհներն են շատ փոքր տոկոս են, 0.2 կարող է թվերի մեջ սխալվեմ, տոկոս են կազմում, բյուջեի նախագծի մեջ կա եւ ես դրանք նաեւ պարբերաբար հրապարակում եմ իմ Facebook-յան էջում, իրազեկելու համար նաեւ մարդկանց իրանք պետք է իմանան։ Ինչ է նշանակում պարտքի ավելացում։ Նշանակում է լրացուցիչ ֆիսկալ ծանրաբեռնվածություն բյուջեի վրա։ Իսկ ես նաև ասում եմ, որ եթե դուք եք ձեր բաշխման մեջ բյուջետային ծախսերի բնապահպանական հարցերին ավելի շատ միջոցներ չհատկացնեք այսօր, վաղը դրանք կաճեն երկրաչափական պրոգրեսիվ։ Թվերով պարզապես ասեմ, եթե այսօր մենք կարող ենք բնական աղետը կանգնացնել 100 դրամով, եթե դա մենք այսօր չանենք, վաղը էլ 100 դրամով անել չենք կարող, վաղը 1000 դրամ պետք է ծախսենք այդ նույն բնական աղետի արդյունքները վերացնելու համար։ Երկու բառով սա է իմ այսօրվա գործունեությունը, ես ներկայացրել եմ զեկույց Եվրոպական համալսարանում այս մասով, իմ զեկույցը շուտով կհրապարակվի, իմ զեկույցը կհրապարակվի նաև անգլերենով ինձ արդեն առաջարկը եղել է բնապահպանական հանդեսներում եւ իմ զեկույցը նաեւ շուտով կդառնա հոդված Scopus-ի հրապարակման համար եւ մարտ ամսին դուրս կգան 2 հոդվածներ գիտական հատկապես այն մարդկանց համար ովքեր հետաքրքրված են բնապահպանական եւ տնտեսական եւ իրավական հարցերի գիտական ուղղությամբ ինչով ես զբաղվում եմ եւ երկրորդ հատվածը ինչպես կոչվում է դաշտում ես պատրաստվում եմ մեկնարկել իրազեկման արշավ, հրավիրում եմ այսօր ձեր տաղավարից քաղաքապետարանին աջակցել ինձ այս հարցում, որտեղ ես դա անում եմ հատկապես քաղաքապետարանի այսպես կոչված ռեյտինգը բարձրացնելու համար, ես ուզում եմ, որ մարդիկ միայն չմեղադրեն քաղաքապետարանը, այլ նաև աջակցեն քաղաքին այս կարևոր հարցում, ինչ կոչվում է իրազեկման արշավ, եւ երկրորդը ես հրավիրում եմ մեր բոլոր շինարարական միությունները, ում պատրաստվում եմ հատ առ հատ նաև դիմել, բայց հիմա ձեր տաղավարը օգտագործում եմ, միանալ այս գործում, որտեղ հիմնական աղտոտիչներից են շինարարական կազմակերպությունները, ովքեր ինչ որ մի կերպ ձևավորված են միությունների մեջ, եկեք միասին բացի վնասից նաև օգուտ հացնենք հանրությանը, իրազեկման արշավներ անենք, բացատրենք ինչպես է պետք ցանցապատել շինարարությունը, ինչ վնասներ ենք մենք տալիս բնակչությանը եւ ինչ լրացուցիչ առողջապահական միջոցներ են անհրաժեշտ այդ վնասները, որոնք դեռ անդառնալի չեն, որտեղ կան անդառնալի վնասներ փոխհատուցելու համար։
Եղավ Գայանե, շնորհակալ եմ։ Ես կարծում եմ մեր առաջիկա հանդիպումների ընթացքում մենք փորձենք ավելի լայն բացել փակագծերը։ Իսկ այսօրվա համար շնորհակալություն։ Սիրելի բարեկամներ, ես պիտի ասեմ, որ մենք այսօր հաճույքով հյուրընկալեցինք Փակ TV տնտեսական վերլուծաբան, տնտեսական գիտությունների դոկտոր Գայանե Գաբրելյանին։ Այսօր այսքանը, ցտեսություն։